Բավարարեց քննիչի միջնորդությունը, 2 ամիս ժամկետով երկարացրեց կալանքի ժամկետը։ Հիմնավորումը դեռ երևի չեք։ Հա, չէ, դեռ ծանոթ չեմ հիմնավորումներին, վաղը նոր հիմնավորումներին ծանոթ կլինեմ։ Բայց դուք որպես փաստաբան տեսնում եք հիմքեր, որ եւս 2 ամիս մնա անազատության մեջ։ Ճիշտ ասած, ես արդեն ասացի, ընդհանրապես հիմք չկար, բայց ինչ որ առումով նաև տարօրինակ էր, եթե ընդհանրապես որպես կանոն, եթե դատարանները պետք է երկարացնեն, այդպիսի մանրակրկիտ քննություն չեն իրականացնում եւ քննիչներին անհարմար վիճակի մեջ չեն դնում, որպեսզի քննիչները այդպիսի անհետ պատասխաններ տան, դրանով ավելի թուլանում է դատական ակտի հիմնավորվածությունը։ Այս պարագայում հակառակն եղավ, այսինքն քննիչը տվեց մեր համար լավ պատասխաններ բոլոր, որ որևէ հիմք չկար կալանքի, բայց դատարանը վերջում կալանավորեց, կալանքի ժամկետը երկարացրեց։ Բողոքարկելու եք դուք այս։ Ինձ թվում է այսօրվա դատական նիստը միայն բավարար է Եվրոպական դատարանում դատական ակտ ստանալու համար։ Հայրապետյան, դուք միշտ ասում եք, որ պարոն Եղնուկյանը երկար չի մնա կալանքի տակ, հիմա ձեր կարծիքով։ Չէ, ինձ թվում է էլի երկար չի կարող մնալ, որովհետև ուղղակի մենք գործ ունենք այդ մեքենան սենց գալիս է, ոչ մի ձևով չեն կարողանում ինչ-որ ձևով դիմացն առնել, ակնհայտ անարդարություն է։ Իմ կարծիքով ոչ թե անարդարություն է, հանցագործություն է։ Հանցագործություն է, որ այսպիսի նախ միջնորդություններ գալիս են դատարան։ Դատարանները ըստ էության վերածվել են նոտարների, հաստատում են քննիչների անօրինական որոշումները, որևէ ասել դատարան, այս դատարանին ինձ թվում է արդեն դատարանի համար դա մեծ ճոխություն է, որ ասել, որ դատարանը այսպիսի դատական ակտ է կայացնում։ Դատարաններն այսպիսի դատական ակտեր չեն կայացնում։ Դրիվ սպասելի իրավիճակ ելնելով մյուս փորձերից, մյուսների նկատմամբ իրականացվող։ Ինչ խնդիր են լուծում, հա, ձեր ամուսնուն անազատության մեջ բար։ Լրացնելու խնդիր։ Ուրիշ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Եղնուկյան, ձեր ամուսնու եւ ձեր հեռախոսազրույցներն են փաստորեն, հա, վկայակոչվել գործով։ Դուք տեղեկություններ եք փոխանցել, ինչ եք խոսել, որ կարող։ Չէ, ես չեմ էլ հիշում ինչ եմ խոսել այդ օրերին։ Այսպես չեմ կարող կոնկրետ ասել ինչ ենք։ Հա, ինչ որ բաների մասին խոսել ենք, բայց ոնց է բոլորը Հայաստանի Հանրապետության հետ ոնց էր hot topic էր էլի այդ ժամանակ բոլորն են դրա մասին խոսում են։ Հիմա ինչ պիտի բոլորը աջակցեն, ինչով կարող են կանխել այդ տարօրինահեղությունը, ինչով կարող են ինչ որ մի ձևով աջակցել։ Ինձ թվում է տարօրինակ ոչ մի բան չկա այդ խոսակցությունների մեջ։ Ուղղակի լուրերն եք քննարկել։ Այո։ Տարօրինակից բացի հանցավոր օշի բան չկա այդ խոսակցության մեջ, որ մի հատ է պիտի մարդուն բանտարկեն եւ համարեն քրեան պատժելի արարք։ Սա է խնդիրը, որ ոնց ուզում այդպես էլ անում են։ Այս օրերին արժեր հաշվի առնել, որ անհիմն եւ անհեթեթ մեղադրանքով ազատությունից ընտանիքից զրկվում է մի մարդ, ով շատ մեծ ներդրում ունի անկախություն հանրաքվեի ճանապարհով ծրագրի կայացման հարցում։ Մոտավորապես 30 տարի ինքը այս գործի մեջ է եւ առաջին գծում։ Եվ գոնե այդ նրբերանգը կարծում է, որ պիտի հայ մարդիկ հաշվի առնեին։ Չէ՞ որ խոսքը այս պահին արդարացնելու մասին չէ։ Ընդհանրապես խափանման միջոցը փոխել։ Այսինքն մարդ, ով որ պայքարել է, որ Հայաստանը ազատ լինի, այսօր այդ ազատ Հայաստանում իշխանավոր դարձածների կամայականության պատճառով զրկվում է ազատությունից։ Սա ամոթալի երևույթ է։